Ողջույն բոլորին, կրկին Փարիզում ենք ու կրկին փորձելու ենք համովություններ, բայց այս անգամ ոչ տիպիկ ֆրանսիական օպերայի մոտ ենք, օպերայի տարածքում ենք, էլի օպերայից ոչ հեռու լինելու, փորձելու ենք ամենաօրիգինալ, ամենաիսկական, ճապոնական չիզքեյքներ, այնպես որ գնացինք։ Ահա, արդեն հասանք, գետը կոչվում է Տակումի, այն առաջին բուտիկն է, որը Փարիզում ներկայացնում է իսկական ճապոնական չիզքեյք, առաջին է, որ բացվել է արդեն 3 տարի ավել է գործում է, հենց ձեր աչքի դեմը պատրաստում են, մատուցում են, ունեն նաև ուրիշ հետաքրքիր համովություններ, որոնց նույնպես վերցնելու ենք ու փորձելու ենք, հենց որ առաջարկում եմ մտնենք ներս ու տեսնենք մեր աչքերով։ Արդեն ներսում ենք, ուրեմն նայեք այս կողմում, հենց ձեր աչքի առջև պատրաստում են, խառնում են, հետևի ֆուրերում ինքը արդեն պատրաստվում է ու հանում միանգամից մատուցում են։ Եվ չիզքեյքը մենակ 4 հոգանոց չափսերով է, մի հոգանոց չկա, նայեք հիմա արդեն հանելու է, որքան սիրուն է չտեղափոխել։ Այս կողմի վրա էլ ունեն հետաքրքիր տարտալետկաներ, ինչպես նաև ունեն աղի տարբերակ օնիգիրիներ, եթե ծանոթ եք արդեն կիմանաք ինչի մասին է խոսքը։ Հիմա մի քանի բան վերցնենք ու փորձենք։ Voilà, original déjà ça. Après, ça va être une tarte au sésame noir. Un chou matcha. Ահա եւ վերցրեցինք, այնքան ողջավորված եմ չեք պատկերացնի ջայլոց չիզքեյքը տակ, որ ձեռք եմ տալի, տակա, ուրեմն պետք է անհապաղ փորձել, գնացինք փորձելու։ Ահա եւ հարմարավետ տեղավորվեցինք ու արդեն սկսելու ենք փորձել։ Ուրեմն վերցրել եմ 4 տեսակ, երկուսը տիպիկ ճապոնական, հա, համերով, երկուսը մի քիչ ավելի կլասիկ տարբերակներ, որ բոլոր տեսակ փորձենք ու բոլորի քիմքին համապատասխան գտնենք արդյոք արժի թե ոչ։ Ուրեմն ուզում եմ սկսել իրենց տիպիկ օրիգինալ ճապոնական չիզքեյքից, որը ինչպես արդեն նշեցի, վաճառվում է 4 հոգու համար չափսով, հələ մի հատ այս գեղեցկությունը նայեք էլի, ու ինքը թխվում եւ պատրաստվում է տեղում, ինքը մատուցվում է տակ, նայեք մի հատ էլի, այսա գժվացնում է, ասեք, որ այս էֆեկտը գժվացնում է ուղղակի, երբ որ ինքը սենց այսպես դողդողում է, ոնց որ սենց միանգամից ուզում ես ուտել, հենց որ սկսենք առաջինը սրանից։ Ինչով է տարբերվում ճապոնական չիզքեյքը սովորական չիզքեյքից։ Ուրեմն ինքը շատ սենց եթերային է, շատ փափուկ է, շատ սենց թեթև է, ու ինքը ավելի շատ նմանվում է այսպես ասած բիսկվիտի, քան հենց տիպիկ չիզքեյքի, հա, կրեմային բաղադրության, այնպես որ փորձենք ու ձեզ ցույց տամ, ու ինչն է ավելի շատ հարմարավետ, որ իրանք տալիս են անպայման դանակ պատարակախ, ինչ ձեզ պետք է տեղում փորձելու համար, հենց որ կարող եք վերցնել, գնալ ցանկացած այգի կամ ցանկացած մեկ այլ սրճարան, նստել, բացել եւ փորձել, որը որ ես հիմա կանեմ, մեջը անձեռոցիկ էլ կա, ուրեմն գնացինք, հիմա կտրենք տեսնենք։ Բնականաբար ես հանեցի իրենց տված դանակ պատարակախը, բայց որպեսզի շատ ավելի մաքուր կտրեմ, կօգտվեմ իմ դանակից։ Ու ասեմ, որ 4 հոգու համար ինքը բավականին մեծ է, հանգիստ 4 հոգի կուտի եւ արժի 16 եվրո։ Վաու, լենայք ինչ փափուկ է։ Ինքը ուղղակի փխրվում է ձեռքիս մեջ, նայեք։ Նայեք փափկությունը։
Ահա, հիմա արդեն կտրեմ փոքր կտոր եւ փորձեմ, չգիտեմ նկատեցիք թե չէ, գոլորշին նույնիսկ դուրս էր գալիս։ Ասեմ, որ ես շատ եմ սիրում ճապոնական չիզքեյք, ես ինքս էլ պատրաստում եմ։ Կան մարդիկ, ովքեր ասում են, որ ինքը շատ նման է ձվածեղի, բայց ես բարապես չեմ նմանացնում իրան ձվածեղի, ինքը իմ համար շատ յուրահատուկ համով է։ Հիմա տեսնենք իրանցն էլ այդպեսին, թե չէ։ Իդեալական չիզքեյք իստում երևի երկու հոգով էլ կուտեներ չափսը, որտեղ ինքը շատ թեթև ու փափուկ է, հիմա նայեք ինչ փափուկ է, էլի, զգում եք չէ ինչ տիպի ինքը փափուկ է, շատ, օդի պես գնում եմ, ոնց որ չզգաք, որ ինչ-որ մի բան եք ուտում, ու շատ թեթև քաղցր է, եթե տանեկտում կարող եք տարբեր տեսակի տոպինգներ, մանել լսնել վրան ուտեք, իրանք ունեն 4 համ, մաչա, ազնվամորի, յուզու և կլասիկ, տվյալ դեպքում վերցեցի կլասիկը, որ հասկանանք լավն է թե չէ, հետո կփորձենք համերովը, այնպես որ իմացեք տարբեր կան, կլասիկը 16 եվրո, իսկ մյուսները 18 եվրոյին։ Ուրեմն անցնենք հիմա երկրորդին, երկրորդը վերցրել եմ, սենց փոքրիկ տարտալետ կա, որը կոչվում է cheese tart, այսինքն ինքը կլասիկ տարտից տարբերվում է նրանով, որ իր կրեմը յուրահատուկ պանրով է պատրաստվում եւ սա վերցրել եմ սև կունժուտով տարբերակը, հա, տիպիկ ճապոնական, տիպիկ ազիատիկ, հա։ Այժմ կտրենք եւ տեսնենք, թե ինքը ինչպիսին է։ Ես սև կունժուտ շատ եմ սիրում, ես ինքս էլ ունեմ խմորեղեն պատրաստված սև կունժուտով իմ էջում, հա, մասնագիտական էջում, նայում ենք մեջը, գեղեցիկ լցոնված է, մաքուր աշխատանք, բուրում է շատ ուժեղ, հիմա փորձեմ։ Սա նույնպես շատ համեղ է, ուրեմն բազան բավականին խրխրթիկ է, նուրբ է, փխրվող է, իսկ մեջի կրեմը ինքը այնքան թեթև է, բավականին հարուստ սև կունժուտով, եթե սիրում եք անպայման կսիրեք, իսկ եթե չեք սիրում նույնիսկ չմոտենաք, որովհետև ինքը սենց մաքուր սև կունժուտ է, հաստատ չեք կարողանալու նույնիսկ ուտել, պես որ խորհուրդ եմ տալի փորձեք սիրահարներին։ Հիմա անցանք երրորդին, այս մեծ տոփիկի մեջ, ինչ է, ինքը ոնց որ շու է, բայց իրանց մոտ կոչվում է cream puff, շատ նման է, նայեք ֆրանսիական շուին, վերցրել եմ մաչայով տարբերակը, բայց ինքը սովորական շու չի, հիմա կասեմ ինչն է իրանց տարբերությունը, ասեք որ գեղեցիկ է։ Ուրեմն cream puff-ը ինչով է տարբերվում ֆրանսիական շուից։ Ֆրանսիական շուի մեջ, եթե չգիտեք, Ֆրանսիայում գոյություն ունի շու à la crème տարբերակը, որ իրենից ներկայացնում է շու, հա, որ էկլերի խմոր է, քակլանով, այս խրխրթիկ շերտով, որի մեջ կրեմը ընդամենը հարած սերուցք է, քաղցրացած բնականաբար։ Ճապոնացիները ժամանակին շատ հավանել են այս դեսերտը եւ որոշել են կատարել իրենց տարբերակը, հա, վերափոխել, վերաներկայացնել իրենց տարբերակը եւ սովորական հարած սերուցքը իրենք փոխարինել են իրենց տիպիկ պանրային կրեմով ու տարբեր համերով բնականաբար կար նույնպես սև կունջուտի տարբերակը, յուզուն, ազնվամորին ես վերցեցի տվյալ դեպքում մաչա ու հիմա տեսնենք ինքը ինչպիսին է։ Ինչպես տեսնում ենք, մեջը բավականին լցոնված է, իրականում կրեմը բավականին խիտ է, ոնց որ չիզքեյքի կրեմի պես, հա, խտոտ կրեմը, հիմա կփորձենք համնել կտեսնենք, բայց ինքը ավելի շատ դրան է նմանվում։ Այս մեկը նույնպես, ինչպես տարտալետկան, որոշում եմ ավելի շատ կծալով ուտեմ։ Ինքը բավականին համով է, կրեմ ինչպես ասեցի, հենց չիզքեյքի նմանել խտոտ կրեմ են, այս տպավորություն է, ոնց որ չեփած սառը չիզքեյք ուտենք, ինքը շատ համով է, մաչան բավականին լավ զգացում եմ, իջա շատ հաջող մաչա են օգտագործել, բավականին համով է, ես մաչա սիրում եմ շատ խմորեղենի մեջ, ես ինքս է պատրաստում օգտագործում եմ, բայց որպես ըմպելիք չեմ նախընտրում, այս խմորեղենը, քանի որ սիրում եմ ու ինքը բավականին լավ մաչա է եւ լավ չափաբաժնող է, հա, մեջը պատկերացրեք, ես կկարողանամ լրիվ ուտեմ, այնպես որ եթե մաչա սիրում եք, անհապաղ վերցնեք,
Կրեմն էլ յուրահատուկ համով է, շատ լավն է։ Իդեալական։ Ուրեմն հասանք վերջինին։ Վերջինը նույնպես է, ոնց որ ֆրանսիական ճապոնական համադրություն է, հա, իրենք վերցրել են ու շատ լավ իրականացրել են։ Տվյալ դեպքում վերցրել են ֆրանսիական ֆլան պատրաստված, այսպես ասած, ճապոնական ձևով ու վերցրել եմ շոկոլադե համովը։ Նայեք, ինչ գեղեցիկ է, շերտերը հələ մի հատ նայեք, էլի խնդրում եմ։ Հիասքանչ։ Ֆլանները իրենց մոտ վաճառվում են միմիայն 2 հոգու համար, այսինքն ինքը նախատեսված 2 հոգու համար ու բավականին է, ես կարծում եմ 2 հոգու համար, արժի 13 եվրո, հաճի նշեցի cream puff-ի գինը, որը 5.90 էր, թե 5.50, նույն գինը նաև մոտավորապես տարտալետ կա։ Հիմա փորձենք ֆլանը։ Տվյալ դեպքում որոշեցի վերցնել շոկոլադե տարբերակը, ինչու, որպեսզի հասկանանք, թե կլասիկ համերը, հա, իրենք ինչպես են կարողանում պատրաստել, որովհետև գիտենք, չէ, որ բոլորս չի, որ սիրում ենք այդ ազիատիկ համերը, սև սեզամ, մաչա եւ նմանատիպ համեր, շատերս նաև կլասիկ են եւ կլասիկից այն կողմ այդքան էլ չենք սիրում, հասկանանք արժի օգտվել այնտեղից, թե չէ։ Հիմա նայեք ֆլանը ինչպիսի կրեմային է։ Ես օրինակ սիրում եմ այսպիսի կրեմային ֆլան, մի քիչ բարձրոտ կրեմային եւ տակը որ լինի խրխրտ, որը տվյալ դեպքում հենց այդպես էլ կա։ Սա էլ եմ հիմա գծելու եւ փորձեմ։ Նզեցիք ոնց որ խրթած շատ համով ֆլան է, բավականին կրեմային, ու չհաշված, որ ինքը ծանր է, չհաշված, որ շերտավոր խմոր է կողքը, հա, գիտենք յուղոտ, ինքը շատ թեթև, բավականին թեթև ուտվում է, որովհետև շատ քաղցր չէ։ Իդեպ կուզեմ առանձնահատուկ նշել հենց այդ փաստը, որ ոչ մի դեսերտ շատ քաղցր չէ, հա, քաղցրը բավականին սահմանափակ է, որը շատ հաճելի է դարձնում դեսերտ ուտել։ Արդեն ասել եմ ու էլի կնշեմ, որ դեսերտը բնականաբար պետք է լինի քաղցր, իհարկե դեսերտը պիտի լինի քաղցր, բայց պետք է շատ քաղցր չլինի, որովհետև այլապես ինքը ուղղակի կոտրում է բոլոր համերը, բոլոր առոմատները, մենք զգում ենք միայն քաղցրություն եւ ոչ մի համ։ Իսկ տվյալ դեպքում քաղցրը այնքան ճիշտ է բաշխած, որ եւ զգում ենք, որ մենք դեսերտ ենք ուտում, ինքը բավական քաղցր է, բայց դրա հետ մեկտեղ մենք զգում ենք բոլոր առոմները, բոլոր համերը ու կարողանում ենք շարունակել եւ ուտել խմորեղենը, հա, այսինքն այնպես չի, որ երկու պատրակ աղկերանք ու զգում ենք, որ ուղղակի քաղցրի ջերնելով էլ չենք կարող ուտել։ Այստեղ դա շատ մեծ պլյուս է։ Ահա եւ վերջացրեցինք փորձել մեր բոլոր 4 տեսակներ, ուրեմն նորից հիշեցնեմ ինչ ենք վերցրել։ Վերցրել ենք տիպիկ կլասիկ ճապոնական cheesecake, վերցրել ենք cream puff տեսակի շուն մաչայի կրեմով, որը պանիրի հիմքով էր, վերցրել էինք սև սեզամի տարտալետկան, նույնպես պանիրային ճապոնական կրեմով եւ այսպես ասած ֆրանսիական ֆլանը շոկոլադի համով, ավելի ֆրանսիական նոտաներով, հա։ Հիմա ընդհանուր կարծիքս ասեմ այս բոլոր 4-ի վերաբերյալ, անկեղծ 4-ն էլ շատ հավանեցի ու իր հաստատ 4-ից էլ կգնեի, իհարկե իմ առանձնահատուկ եմ, որ ասում է, որ ասես սիրտս բաբախում էր այս cheesecake-ի համար, որտեվ ես իրան շատ եմ իրականում սիրում ու պատկերացրեք լրիվ բավարարված եմ արդյունքով, բավականին համով է, իսկապես խորհուրդ եմ տալիս, ինքը տաք է մատուցվում, հենց նոր հանված, հա, ինքը այսինքն հին լինելու տարբերակ չկա, շատ համով է, բայց եթե չեք նախընտրում cheesecake, մնացած խմորեղենից էլ անպայման փորձեք, համոզված եմ չեք փոշմանի, դեպ ֆլանն էլ նույնպես ունի մաչայի համով, սև սեզամի համով, կլասիկ, վանիլային եւ շոկոլադի տարբերակները, այնպես որ ընտրությունը բավականին լայն է, իդեպ իրենք նաև ունեն պահպաղակներ եւ նաև եթե չեք հասցրել նախաճաշել, ընտրել կամ ճաշել, ինչպես նաև ունեն իրանք օնիգիրիներ, հա, իրենց եռանկյունի ճապոնական, հա, բրինձով եւ տարբեր տեսակի ձկնեղենով եռանկյունիկները, հա, որոնք նմանվում են սուշիներին, դրանցից էլ ունեն տարբեր տեսակի նաև աղի խորտիկներ, այնպես որ ունեն նաև սենդվիչներ, հա, իրենք թվում են նաև իրենց սենդվիչային հացը, բոլորս գիտենք, հա, ճապոնական սենդվիչային հացը ինչպիսի համեղ, փոփուկ եւ նուրբ է, ունեն նաև նման սենդվիչներ, ինչպես ասացի, ընտրությունը բավականին մեծ է, մի հապաղեք այցելել, գտնվում է օպերայից ոչ շատ հեռու, ասենց փոքրիկ գաղտնիք Cedric Groleից ոչ շատ հեռու, 2 քայլ շարունակում եք եւ հայտնվում եք Տակումիում, անունը կոչվում է
տակումին նշեք ձեր մոտ, որ անպայման այցելեք։ Այսօրվա համար նախատեսել էի այսքանը, հուսով եմ հավանեցիք, հուսով եմ օգտակար կլինի տեսանյութը ձեզ համար, եթե այո, անպայման լայքեք, սեղմեք զանգակ կոճակը, որ իմանաք նոր վիդեոների դեպքում, ինչպես նաև մի հապաղեք բաժանորդագրվել, կիսվել ձեր ընկերների հետ, օգտակար եւ պոզիտիվ էներգիան եւ նորությունը անպակաս են լինելու, հետ գրեք նաև իմ ինստագրամյան երկու էջերին, որոնք նշված են վիդեոյի տակ, այնպես որ սիրում եմ ձեզ բոլորիդ, շարունակելու եմ վայելել այս համովությունները եւ մինչ նոր հանդիպում։